Տիգրան Մխիթարի Մայիլյան, ծնվել եմ 1996 թվականի մարտի 10-ին, քաղաք Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն։ Ստացել եմ միջնակարգ ուսուցում համար 1 դպրոցում Ստեփանակերտի, հետո ֆիզմատ դպրոցում։ Միջնակարգ ուսուցումից հետո բարձրագույնը ստացել եմ Արցախի Հանրապետության ԱՊՀ Արցախ պետական համալսարանում տնտեսագիտության բաժինը, մագիստրատուրան էլ ավարտել եմ հաշվապահական հաշվառում բաժինը, մասնագիտությամբ տնտեսագետ հաշվապահ եմ։ Բայց սովորաբար մարդիկ իրանց մասնագիտությամբ չեն շարունակում իրանց գործունեությունը։ Դա նորմալ երևույթ է։ Համալսարանի տարիներին աշխատել եմ հանրային սննդում, սկզբից մի քանի վաղ օֆիցիանտ, ապացող, հետո բարմեն, հետո մենեջեր։ Դրանից հետո ընթացքում ուժը հաշվապահական դասերը ավարտելուց հետո սկսել եմ առանձին մի հատ տեղ հաշվապահություն անելը ու համատեղել այդ երկրորդ աշխատանքի հետ։ Մենեջերը աշխատել, այն վաղ թելը բարմեն էի սենց։ Հետո ուժեղ խորացել եմ իմ մասնագիտության մեջ, բայց այս նույն գործը չեմ քարկել, այդ գործը շարունակում էի, որովհետև հլստե զարգացման լիքը տեղեր կար ու այդ գործատուն, ում մոտ որ հաշվապահական գործեր անում էի, որոշեց սրճարան բացի, մանկական։ Քանի որ գիտի, որ ես այդ վաղ ուժը 6 տարի է այդ ոլորտի մեջ էի, ինձ առաջարկեց սրճարանի տնօրեն։ Բացի դրանից է շարունակել իր գործերը։ Դա 2019 թվին։ Մինչև պատերազմը սրճարանը սարքեց, սկսեցի զբաղվելը սրճարանով, հաշվապահությունը բանը, սա ես էի անում։ Հետո պատերազմ, հետո պատերազմից հետո даже պատերազմի ընթացքում սրճարանի տարածքը այնպես տեղ էր, որ ինքը падվալային էր ու քաղաքում լիքը հոգի, грубо ասած, մնում էին այնտեղ։ Ու ոչ թե սովորական падվալ էր, այլ լավ ռեմոնտով, տաք ջրով նետող էր։ Հանգիստ։ Ծառայես չեմ, ունեմ առողջական, ոչ թե առողջական խնդիր, խնդիրը սենց ասեմ, ԻԾՆ եղել եմ, ունեմ 1 երիկամ։ Սենց տերմինով ասած աջ երիկամի հիպոպլաստիա, սենց, էդի մի երիկամը սենց չկա էլի, մի հատով եմ, այն որ ասում եմ մի աշկը որ, երկու աշկը որ, մի աշկը որ չտենա, մյուսը կտենա, նույն այդ լոգիկայով է։ Բայց փորձել եմ ամեն ձևի մասնակցեմ, ընկերներիս հետ օգնեմ, իրանց ծառայության ընթացքում օգնեմ, պատերազմին ինձ ոչ մի տեղ չեն տարել, ես կամավոր գնացել եմ Շուշի, այնտեղ բան էինք անում, օգնություն էինք դրսից գալիս էր, բաժնում էինք, ուղարկում էինք, եսան էյան։ Էդի տենց ընտանիքս կազմած է, սենց ունեմ մեծ քուր, պսակված է, ունի 2 երեխա, մամաս 2018 թվականին հիվանդության պատճառով մահացել է, պապաս ողջ է, ամուսնացած եմ, ունեմ 1 տղա ու սպասում եմ երկրորդ աղջիկ։ Այո։ Աստված պահի։ 2020 թվից հետո, պատերազմից հետո փորձում էինք հասկանանք ինչ ալնելու մեր վերջը։ Ու ես մի քիչ ուշ ձև էի մտածում, եթե ասում եմ եղել բրծել է, всё սրանով սա հարցերը կլուծվի ու կկայնի, փորձենք զարգացնենք մեր երկիրը, եղածը։ Փորձեցինք ու սրճարանը բացեցի նորից։ Բացեցի ու սրճարանը լրիվ սենց չեմ ասում իմ սեփականներ, բայց ուժը իմ տիրապետության տակ էր, որովհետև սեփականատերը ուժը դուրս է եկել Ղարաբաղից ընտանիքով։ Աշխատում էինք, ված չէր, փորձում էինք, գործանեինք, զարգացնեինք, մանավանդ որ մանկական է, որ շատ ինքը առավելություններով մանկական էր, էլի։
փորձում ենք եվրոպական ստանդարտներ պահենք բանեսյանի, հա։ 22 թվականից ես էլ, ասենց ասեմ, իմ խոբին ավտոներն էր։ Ավտոների մասով խոբի ունեմ, շատ եմ սիրում, շատ եմ խորանում ավտոների ամեն ինչի վրա, որը խի ասենց աշխատում, ոնց է, եթե մի հարց ինձ հետաքրքրում է, ուսումնասիրում եմ ու հասկանամ, էսի ոնց է, կառուցվածք։ Եթե ավտոներին է վերաբերում ու ես իմ 3 հատ սեփական ավտոն մեծ մասը ես էի սպասարկում, ու լիքը բաներ կար, ստոպ 22 թվականին ու կաֆեն փորձում ենք զարգացնեինք կրվից հետո ու նորմալ էր, գործ կար, չէի բողոքում, լավ էր, բայց ավտոների մասով խոբին միշտ կար, հիմիկվա այն վաղ խորացած էի ավտոսպորտի վրա, որ տենում ենք մեկ զուտ ընկերներով, իրար հետ, չեմ ասում տենց շատ վատ բաներ էինք անում, պրոստը զուտ ընկերական, էլի, գոնկա, բան, սենց մանոր բաներ, օֆրոդ, նայած ում ավտոն է։ Ամուսինս նրա մասնագետն ասել։ Ինքը Դուբայի մեջ ռալի թիվ մեկն էր։ Ու փորձում էինք լիքը բան մենք անենք, ու ընկերներ ունենք, որ արհեստավորներ են, իրանց մոտ էինք, բան, իրանք էլ էին անում, մենք էլ էինք անում, սենց։ 20 թվականի բլոկադայից հետո ու միտքը ոնց է առաջացել, քանի որ լիքը բան դու ես անում, բայց չունես հարմարանք, հարմար տեղ, հա, տունը ունեինք գարաժ, բայց գարաժը փոքր էր, չէիր կարում տենց ես իմ շատ մեծ բաներ անես, դրա համար պետք է տաներ մի ուրիշ տեղ, ու մոտս տպավորված էր Երևանի տարածքում սենց արտահայտություն, յուղման կետ։ Յուղման կետը oil change։ Հասկացա, բայց երբ էր, որ արդեն միտքը։ Էդի միշտ կար, միշտ գիտեք ոնց է, սենց ասեմ, Ամերիկա ես մի բան եմ նկատել, որ մարդիկ իրանց սեփական տներում սարքում են իրանց գարաժը, բերում են սիրուն, բերում են ամենաուժեղ նաբորներով, ամենաուժեղ լույսերով հավքում են, ու իրանք սաղ իրանք են անում։ Էդի երևի ճիշտ եմ նկատել։ Կա, ահագին է տենց։ Ահագին կա, հա, որտեղ վիդեոներով բանոց սաղ երևում է։ Փորձում էի ես էլ տենց մի հատ բան ունենալ, բայց եթե կարաս գրուբե ասած պրիատնես պալեզնամ իրար հետ համատեղես, գործը մեկել խոբին համատեղես, էդի կլներ ընտի։ 22 թվականի բլոկադայից հետո ու հա Երևան որ տենում էի յուղման կետ։ Մեր մոտ չկար կոնկրետ յուղման կետ, որ ինքը գար ավտոյի համարյա լուբոյ տեխնիկական ժիտկեսցը, տեխնիկական այդ բանը փոխելու տեղ։ Կար հա արհեստավոր, որ գնում էի խանութից յուղ առնում էի, տանում էի ինքը փոխում էր կամ իրա մոտ 2 հատ յուղ էր դրած, հա փոխում էր, բայց սենց էս ձևի, որ կլեմ տը նստի, նայի, էդի մեր մոտ չկար, կար 2 հատ յուղման կետ, մեկը ուժե սիրուն էր, լավ սարքած էր, բայց ստե զարգացրած չէր, անտելացած չէր, որ չեմ ասում չէին կարում անեին, բայց լիքը բան, օրինակ ես տարի ու կեսում ինքս ինձ այս նոթբուքով այնքան եմ զարգացրել, որ լիքը մարդկանց հետ կարամ սպոր անեմ, որտեղ ինտերնետում ինֆոն շատ է։ Ղարաբաղ մի հատ մեր ընկերոջ բոքսներ, ինքը վուլկանացման բոքս էր, ասենց 2 հատ բոքս էր, այդ բաղիչկեքը, որ սարքում են, կողը մի հատ մեջտեղը մի հատ հին բոքս էր, ոչ թե հին դատարկ։ Կողն էլ 2 հատ էր, ասենց 5 հատ։ Այդ 3 հատը մի մարդու էր, այս 2 հատը մի մարդու էր։ Պատերազմից հետո որ սկսեցին ուժը սաղ սարքել, այնտեղ մոտիկ տարածքոց ա եղել, սաղ գրիշ-մրիշ ծակվել է, այդ տարածքը մեծացրել են, սիրուն օրինակ հաշվեք ստեի պլաշատկեն, մի հատ լավ մեծացնեն ու ինքը լավ ասֆալտ անեն, սիրունացելով այդ ասֆալտ անելու օրը, այս տարածքի տիրուջը ասում եմ ու հլը բլոկադան բան այդ շրջափակումը նոր ընկած էր։ Ասի կտաս արենդով բոքսը։ Ասա ձմերը։ Էդի հա, էդի նոյեմբեր, հա։ Բայց կաֆեն հլը ես աշխատում եմ։ Կաֆեն հլը կա, մանկական սրճարանը հլը կա։ Զուտ եմ մտքով, որ
այդ յուղման կետը իմ մտածելակերպով ոնց կա, ես էդի բացեմ։ Անենց եղավ, որ պայմանավորվեցինք, որ այդ տեղը տարածքը տալիս է, ու այդ տարածքը լիքը մարդ աչքի վրան էր, բայց ինձ տվեց։ Ու սենց պայմանավորվածության, որ այդ տարածքը ես ինքս իմ բաներով ռեմոնտ եմ անում, իմ փողով ռեմոնտ եմ անում, արենդա ենք խոսում, օրինակ 100,000 դրամ, ռեմոնտի փողը արենդից հելնում ենք, օրինակ մի տարի արենդ չեմ տալու, հետո սկսելու եմ արենդ տալը։ Դե եթե պատը օրինակ գաճել ես, դա հետո քո հետ չես տանելու, եթե բոլը սարքել ես, դա քո հետ չես տանելու։ Ու ես կաֆեն աշխատելու ընթացքում սկսել եմ մտածել այդ բոքսի ռեմոնտի մասին։ Այդ բոքսը ռեմոնտ եմ արել։ Ու ստացել եմ ճիշտ է հին նկարները չկա։ Ու ստացել եմ այսպես մի հատ բան։ Վաու։ 0-ից լրիվ։ Մենակ այս երկու պատներ, գրիշը չկար, քանդել եմ, թազա սարքել եմ, մեծ մասը ինձ ձեռով եմ արել։ Իմ ընկերներիս օգնությամբ։ Այս բոլը պատալոկը։ Էսի բլակադայի ընթացքում էր։ Հա։ Հենց ցույց տամ, որ Վայ, որ ֆոտո արեմ։ Ես կուղարկեմ այս ֆոտոները։ Ուղարկիր, բայց որ ասենց պահում ես, ասենց մի քիչ հետաքրքիր ձև է, որ գծված մի բան է, դիզայն է սարել։ Դիզայնը մեր մտածելակերպներ, օրինակ այս լույսերը, էսի լրիվ իմպրովիզ էր։ Ասենց անեմ, որ միկրոֆոնը չէ։ Այս լույսերը լրիվ իմպրովիզացիա էր, լրիվ։ Ու շատ ենք խորացել դիզայնի վրա, որ իդեալական բան ստանանք։ Ու էսի սա շրջափակման ընթացքում։ Ոչ մի մատերիալ չկա։ Ոնց արեցիք, բայց ունեի գումար մի քիչ հավաքած։ Մի քանի պլան ունեի կախված ավտոյի, մեկ էլ բնակարանի հետ։ Բայց որոշել եմ, որ չէ։ Ավելի լավ է զարգացնեմ այնտեղ։ Հետո էլի որ լավ լինի, իմ պլանները կիրագործեմ զուտ ապագայի համար, էլի ոչ թե իմ համար, այլ ապագայի օրինակ երեխեքի համար բան։ Մի քիչ գումար ունեի ու այդ սաղ գումարը վերջի մոտա որ մի 3 միլիոն դրամ դրել եմ մտել։ Էդի 23 թվի ցենց ասեմ, մի քանի մանր-մունր բան արել եմ 22 թվին։ Ուժե որ բլակադան լրիվ անգելա, ասել եմ ստոպ եմ տալի, չեմ անում ոչի բան, միջև հասկանանք ինչ է կատարվում։ Ու 22 թվի դեկտեմբերի 3-ին ես սրճարանը փակել եմ։ Բլոկադայի ժամանակ։ Այո, խի եմ փակել, միտքը այն էր, որ ես մտնում եմ խանութ 10 կիլո պոմիդոր եմ առնում, որ տանեմ, որ կաֆեի զակուպի համար, չգիտեմ, ներքաշիկ եմ առնում 10 հատ, sense բան, երշիկ եմ առնում պիցայի համար, ու տենց ամեն ինչ շատով, էլի զակուպնել էի ես անում այդ սա։ Հիմի եթե այն վաղ բոլորին մի քիչ կար, ես ուժը ամաչում էի մտնեի, ասեի, բա գիտես, օրինակ 10 կիլո սրանից դուր, որովհետև գիտեմ, որ առաջինը 10 կիլո վերցնելը մի քիչ դժվար է, երկրորդն էլ սովա ալնելու մի օր սրճարան պահելը մի քիչ սխալ է։ Ու փակել ենք սրճարանը, ճիշտ է, սեփականատերներ էլ դրա մասին մտածում, բայց առաջիններից մեկը մենք ենք փակել սրճարանը։ Ու նոր տարուց հետո 23 թվականի նոր տարուց հետո չգիտեի ինչ անել, ես էլ չեմ սիրում պարապ տունը նստել, դա ամենասիրածս բանն է, դաժե եթե գործի էլ չեմ ելնեմ, պետք է հելնեմ տնից, մի բանով զբաղվեմ, որտեղ տունը նստելը մի քիչ իմը չի, բան անցել։ Ամսի զատիկից հետո, չէ, Սուրբ ծննդից հետո մի օր էլ մնացի, ամսի 7-ն էլ տոլի 8-ն էլ որոշեցի, որ մի քանի մատերիալ ունեմ, փող չեմ ծախսելու, մենակ ուժ է պետք, ֆիզիկական, այն էլ ախպերներս բանը սաղ մոտս են գնանք, սկսենք մանդրից բզբզալ այդ գարաժի վրա։ Ու տենց սկսվավ։ Ու տենց սկսվավ, մանր, նկարներ տենց քիչ ունեմ, ընթացքային, բայց լիքը բան ես եմ արել, որովհետև ես մտածում եմ, որ պետք է բացվի, նոր ես կարամ ապրանք բերեմ։ Այն ապրանքը, որ դուք տեսել եք իմ նկարի մեջ, դա շատ դժվարությամբ է եկել, ես օրինակ ապրիլի
կեսերին բոքսը լրիվ պատրաստեր, մեբելով, բանով, պոլկեքով ամեն ինչով, բայց ես ապրանք բերել եմ մայիսի վերջ։ Պետական ծրագրով, այն էլ քանի որ վերջի փողը ես դրել եմ բիզնեսի Էվանի բոքսը սարքելու վրա, ուժե փող չկար։ Պարտքով փող եմ գտել, որ ապրանքը բերեմ ու աշխատեմ։ Օրինակ հիմիկվադրությամբ ստե պարտքով ապրանք մեզի տալիս են։ Բայց այնտեղ սա նալիշկա էր, այսինքն Ղարաբաղից ստե ես զանգում եմ, ասում եմ, ես ինչ ապրանք ու պլյուս ես իրանց համար թազա կլենտեմ, նոր կլենտեմ, իրանք պետք է վստահություն առաջացնեն, որ կարաս օրինակ պարտքով ապրանք վերկալես։ Սկզբի դրությամբ մոտավորը 2 միլիոնի ապրանք բերեցինք, եկավ տեղ հասավ, շատ սպասեցինք, եկավ տեղ հասավ, բերեցինք մի գիշերում սաղ շարեցինք, սիրուն ցենիկներով, բանով սաղ կպցրինք, այդ փուչիկներով բացում արինք ու սկսեցինք աշխատել։ Դա եղել է ուժե մայիսի 26-ին բացումը, 23 թվականին։ Կամաց արդեն մարդիկ տանջվում են, որ ավտոներով սենց ասեմ, հլը սենց շարժ կար։ Ուժե հունիսի կեսերից հետո որ լրիվությամբ փակվել է, ուժե ոչ մի բան չկար։ Ոչ բենզին կար, ոչ բան կար։ Հասցրել եմ աշխատեմ հունիս, հուլիս, օգոստոս։ Առաջի ամիսը հունիսը մի քիչ լավ էր, այսինքն նոր բացված տեղ էր, ընկերություն, ծանոթություն, լավ սիրուն տեղ, ու այդ տպավորություններ ու լիքը մարդ ուզում էին գային։ Ու կամաց տենում են, որ մի քիչ ուժե գործին լուրջ ենք, որ վերաբերվում, այդ գործին կոնկրետ այդ գործի ձևի ենք վերաբերվում, ոչ թե սենց օրինակ սիրուն բոլտը քանդիր, յուղը թափիր, լցիր, վсё, էլի։ Այնտեղ ֆիշկեք կա, մոտորը սիրուն փայլեցնել, լվալ, բան սենց բաներ ունեն։ Ու եկավ մի հատ մոմենտ, որ որոշեցին, որ բոլոր խանութներին կախված ավտո սպասարկման հետ տալիս են մարդարինակ կես տոննա գրուզ, որ կարանք պետական ծրագրով սիրուն ապրանք բերենք։ Ուտեղ ես ասի ջան, որովհետև ապրանք չունեմ, որովհետև այդ վաղ ուժը ապրանքը շատ վերջացել էր։ Չկար ապրանքը, բայց պահանջարկ կար։ Ու վաղ կար, ես օրինակ գնում էի խանութից, մի տեղից գտնում էի, բերում էի, նույն գնով դաժե մի բան պակաս ծախում էի, որ զուտ մի քանի կազմակերպություն ունեի, որ ուժը պետք է իրանցը փոխեի, ասենց ասեմ, փոխանցում։ Նորից մտա պարտքի տակ, նորից ապրանք, ուժը մի քիչ շատ, ուժը հասկանում էի ինձ ինչա պետք, որովհետև շուկան չէինք ուսումնասիրել։ Շուկան ուսումնասիրելուց հետո հասկանում ենք ինչա պետք, ինչ կա, ինչ որոշում ավելցնենք, ու այդքան ավելցնելով նորից բերեցինք, ամսի 14-ին եկավ հասավ Գորիս, ամսի 15-ին պետք է հետ գար Ստեփանակերտ, փակվավ լրիվ, այն որ այնտեղ մոստի վրա չգիտեմ թե հիշեք թե չէ, ֆլագի ինչ-որ խնդիր եղավ, բան լրիվ փակվավ, ուժը լրիվ, դաժե ռուսը չէր կարող մեր համար ապրանք բերել։ Ու մի բանով լավ եղավ։ Մնաց Գորիսի սկլադում այդ ապրանքը ու քիչ ապրանք չէր, ուժը 2 անգամ շատ էր անցած անգամից։ Ու շատ եղավ, որ լավ եղավ, որ տենց եղավ, որովհետև եթե այդ ապրանքը գար, մնար մոտս, բայց գործը չլներ, ոչ թե բայց չլներ, գործը պաֆակտո չի եղել, որովհետև սա օգոստոսը ես ոտով իջնում էի, գնում էի գործի, ոտով հետ էի գալի, բենզին չկա, ավտոյով չես կարա, այն մտքով, որ մեկը կգա, ինչ-որ մի բան կվերցնի, մի գործ կանես, բայց պարապություն էր, լրիվ պարապություն էր։ Այտենց, ու 3 ամիս պահելուց հետո այդ ապրանքը ամենավերջի մարդը ես եմ եղել, 24 հոգի էինք, որ Գորիսի սկլադում օրով փող էր ֆռում այդ ապրանքի R&D համար։ Ես վերջում ուղարկեցի եկավ սաղ տեղերով նորից ֆռած ու կեսը փողերը հետ տվին, կեսը չէ, բայց այդ ընթացքում ուժը եղավ ինչ եղավ սեպտեմբերի 19-ին, սա գիտենք, ոնց է եղել, լիքը մարդ չգիտի, ես հասկանում եմ, որ դրա մասին չեն խոսում, պատճառը չգիտեմ, քիչ չեն խոսում, բայց ես գիտեմ, որ եղել է ոնց որ 44 օրյա պատերազմ, ես էդի կանվանեմ 1 օրյա պատերազմ։ Որտե շատ դաժան պատերազմ էր, որովհետև այն վատ գոնե, եթե դու կայնած ես Շնամու դեմը գիտես քո
հարազատը մի քիչ շատ ավելի հեռու է, որ քեզ պետք է անցնեն, հետո մի քանի անգամ էլ քեզ պետք է անցնեն, որ հասնեն հարազատի, հիմի գիտես հարազատը քո մոտ է։ Քո սենց քեզնից մի քայլ ուժը հեռու։ Քեզ որոնց են հասնելու են հարազատի։ Ու հասկացել ենք, որ էսի վերջն է, եթե օգնություն չլինի, ոչի բան չենք կարող անել, հա, կզողենք ու վсё։ Ես ոչ մի տեղի չեմ մասնակցել, բայց այն վաղ այդ մի օրը քաոս էր, հələ չէինք հասկանում ով ոնց ինչա կատարվում խի։ Ու կայնավ, որոշվավ որ պետք է սենց կապիտուլյացիա բան, Իսյանյան չգիտեմ, լիքը բան է, չեմ խորանում ես քաղաքականության մեջ, չեմ ես սիրում, ու ես 18 թվականի մամայի դեպքից հետո հասկացել եմ, որ պետք է ապրես մի օրով ու իմպրովիզացիայով։ Այսօր առավոտը հելել ես, այս ինչ խնդիրը կա, այդ մոմենտին պետք է իմպրովիզացիան ես ապրես, որովհետև մի օր ըլլմա անենց որ մի օրում սաղ ամեն ինչ կյանքը փոխվում է։ Ու եթե դու այսօր պետք է մտածես վաղը ասենց ալնելու, այսօր չապրես, էլի մաս չկա ապրելու։ Էդի ես տենց եմ ապրում, որովհետև լիքը հարցերում եղել է, որովհետև սառնասիրտություն ուժը մեջը շատ է շատացել, լիքը բան առաջ ուրիշ ձև էի ընդունում, ես շատ վատ բաներ եմ տեսել իմ կյանքի ընթացքում, այն որ 11 տարեկանում էլի շատ վատ դեպք է եղել, իմ կյանքում 16 տարեկանում էլի շատ վատ դեպք է, չէ 16 չի կներեք, 18 հալալ մոտիկ ընկեր եմ կորցրել, 21 տարեկանում այդպես ծնող եմ կորցրել, դա շատ վատ դեպք է, էլի չգիտեմ, շատ վատ բան եմ տեսել ու դրանից ելնելով է իմ կարծիքով, դա ինձ ոչ մեկ չի ասել, բան, դա պրոստը մեջս տենց է տպավորվել, այսօր հելել եմ հնարավորություն ունեմ ապրելու, այս ինչ բան անելու, այս կոնֆետը ուտելու, այս սուրճը խմելու, անում եմ։ Եթե պետք է մտածեմ, որ վաղը պետք է սովածել եմ, այսօր չանեմ, մի քիչ գրուպի օրինակ է, բայց միտքը ուզում եմ ճիշտ հասկանաք, որ նույն օրով ապրելը մի քիչ իմ կյանքը հեշտացրել է, ուղի է հեշտացրել, որովհետև խնդիրների մասին համարյա չեմ մտածում, եթե այդ խնդիրը չկա։ Երբ որ խնդիրը առաջանում է, այդ մոմենտին, չգիտեմ, ինձնից է, թե իմ մտածելակերպից է, թե ինչից է, ես այդ խնդրի լուծումը շատ հեշտ կարող եմ գտնել։ Եթե իսկականից լուծում ունի։ Ու այդպես շատ հեշտ է այն համար։ Լուրջ, որովհետև չեմ մտածում, գիտես, մի ամսից կարող է օրինակ ու այդ լոգիկայով ես Ղարաբաղ դրել եմ իմ վերջի փողը, գործ եմ ստեղծել իմ համար, իմ սեփականն էր ուժը էդի։ Ես էի իմ գլխի տերը։ Այդ լոգիկայով ես մտածում եմ, որ մի օր բացվելու է, սա լավ ալնելու, ավտոները գնալու, գալու են, ես էլ սա գործ եմ անելու։ Ու սա ինձ համոզում են մի արա, ասի չէ։ Պետք է անեմ, իմ ուզածն պետք է անեմ, ես էլ մի քիչ նաստոյչիվ եմ, որ իմ ուզածին պետք է հասնեմ։ Ու հասա պաֆակտու ու վավշե ես չեմ բանանում, փոշմանում, ես մենակ կորցրել եմ գումարային մասով, ֆինանսական մասով գումար, բայց ձեռք եմ բերել լիքը փորձ։ Ճիշտ է, կարող է անհամեմատելի լինի այդ գումարը, այդ փորձը, որովհետև 5 միլիոն մոտավոր սենց այդ կես տարվա ամեն ինչն ու համարյա մի տարվա ինձնից տարել է, որ կարար չտաներ, բայց լիքը հարցերել կա, որ դրան կարամ հակաճառեմ, այսինքն ես ինքս իմ հետ սպոր եմ անում, ինքս ինձի հակաճառում եմ, հասկանամ որն է ճիշտ, որն է սխալ, բայց դառնում է այն, որ եթե ես այնտեղ այդքան չչարչարվեի, բոքսը սարքեի, սարքելու փորձն էլ ունեմ ինձի, խի ես հակասեմ, գործ չանեի, չէի հասկանա լոգիկան, որն է, չէի իմանա օրինակ, այս յուղը ինչի համար է, այս մեկը ինչի համար է, այն մեկը ինչի համար է, ու բազան ինձի ուժը ունեի։ Ու սկսած փորձից, սարքելու փորձից, ես կասեմ, այս բոքսը լրիվության թազա սարքած բոքս է։ Ու այս մի անգամ ուժը ես չեմ սարքել։ Կներեք, ստոպ տվեք ես սարք, որ եկանք սեպտեմբեր ամիսն էր, ուժը հոկտեմբեր, եկանք զորով տուն գտանք պտղնի համայնքում, են էր ճամփինգը տա, էլի սենց ասեմ, ունենք չէ որ ձևրս տենց մեծ գումարներ կար, վերջի գումարներն էր, տենց մի քիչ պահած,
զուտ որ գանք, հասկանանք, թե ոնց ենք ապրելու։ Այնտեղ տունը գտանք, եկանք հասանք ընդ, հասկացանք, որ այդ տունը մեր համար չի, որտեղ ինքը դաչա է, բոլերը այսենց է, երեխեն մի ամսում 4 անգամ հիվանդացել է, փորձեցի ուժե աշխատանքի մասով խորանալ այդ ընթացքում ու փորձեցի ցրվել։ Դուրս են գալի ընկերներով խոսում էինք, ինչ ալնելու մեր վերջի բանեսյանային, ես եմ մի քիչ ուրիշ ձև էի, նորից այդ սառնասորգությունս մտել էր մեջս, всё, եղե պրծել է, էլ չեմ լացում, всё, ինչ կա, որտեվ սեպտեմբերի 25-ին պայթունի վաղ ես էլ էի այնտեղ ու մի քանի վայրկյանի պատճառով ես կարենայի զոհվել։ Բենզինի պայթուն։ Հա, հասկացա, բայց այնտեղ էր, բայց ինչպես չեղավ որ Բացատրեմ, ինձ զանգեցին, սաղ ընկերներ հարազատներ ուժե դուրս են եկել, կեսը ճամփին են, կեսը գալիս են։ Ես եմ մնացել կնգաս ընտանիքը, պապաս, երկու հատ ընկեր, որ մեր մոտ էին։ Այդ երկու ընկերը իջնում են ընդ, ես ու կնգաս աղբերը միասին էինք, առանձնանում ենք, ինքը ուրիշ ավտոյով է իջնում, զանգում է։ Այն BMW-ն իմ ավտոն է, մեջը բենզին չկար համարյա 7-8 լիտր բենզին կար ու մենք բենզին էինք մանգալի։ Զանգեցին, ասեցին բենզին կլինի, շատ են, բայց շատ կա էլի, ասի աղբերս 5-10 լիտրը մենակ հերիքա իմ ու պապայի ավտոն լցեմ, հանգիստ դուրս գամ մարդը 10 լիտրով 60 կիլոմետր մինչև Հակարիկը քշենք։ Զանգեցին, ասեցին կլինի, բայց տարա չունենք, մի քանի հատ տարա գցեցի ավտոն կայնած էր ամիսներով, մի քանի լիտր բենզին կար մեջը, զուտ վերջի վարիանտ խոդեի, ուր կայներ, էդ էր միտքը, եթե չգտնեի բենզին, խոդեցի մեր հարևան մի հատ տեղակա, հելավ, դու այն վաղտը ծխախոտի խնդիր էր կար, իմ ձեռը մի հատիկ մի պաշկի մեջ, մի հատիկ ծխախոտ էր, մի հատիկ, ասեց կա, ասի հա աղբերես, ու այն վաղտ ոչ մի ամոթ բան չկար, 2 հոգով մի հատը ծխում էինք, դաժե 3 հոգով մի հատը, ասի աղբերես, հա, էսի քեզ ծխի, կեսը տուր ինձի, տոլի ես առաջինը ծխեցի, չեմ հիշում, սենց գրուբե ասեմ, մոտավոր 30-ից 45 վայրկյան իրար հետ խոսացել ենք, ծխել ենք, հետո եմ դուրս եկել։ Ու եթե ինքը չհելներ, չասեր, դիկ ծխախոտ կա, մենք չենք ծխի, ու ես ճամփա անգա ու շատ ուժեղ հասա այնտեղ, դե քաղաքից հեռու էր, ու ես մի քիչ սենց Ռեմբոյի պես, ոչ թե Ռեմբոյի պես, պրոստը ասի, մտա այդ բոլկը ու կողով մտա, տեղը գիտեի, կողով մտա, միջև էջ գնացի, իմ ավտոն գիտե 100-120 մետր հեռու էր այդ տեղից, դաժե 100-120 չի, շատ ավելի քիչ, որ այդ դրանից հետո ավտո չես կարա տանես մոտիկ, սենց ասեմ, ամենամոտիկներից մեկը հասավ ավտոն, ուժե դրանից հետո չէր գնա, ուժե տեսա ինչա կատարում, ես ավտոից հելա, 2 հատ 5 լիտրանոց տարա վերցրեցի ու ընկերներս ընդ էին, 2 հալալ ընկեր, մեկն էլ կնգաս աղբերը ընդ էր, ես սիրուն սենց այդ դիքը սենց բարձրացա մի քիչ մոտիկցա, երևի ստեից այն ավտոն մի քիչ էլ հեռու, մի 30-20 մետրի վրա այդ պայթունը եղավ, պայթունը որ եղավ, սկզբից ոչ մի բան չէի հասկանում, որտեվ ինձ էլ շպրտեց, բայց բախտս բերես տենց շատ եսիմ ինչ չի եղել, մենակ հողմողա, քարմարա անգել գխես ու ես պարկեցի, ես որ պարկեցի, ես հիշում եք Սիրիայում են պայթունը, որ եղավ Սլիտրայի ծովի, Սիրիայում չէր, Հալեպում պայթուն, չէ, մի հատ պայթուն կար են, որ սաղ քաղաքը ծրիվ տվեց Սլիտրայի պայթունից, կրվի համար չէր, են որ մի հատ սենց պայթեց, հետո մի հատ թաշ, Բեյրութում, հա, Այ որ մեծ բան եղավ։ Հա, հետո սենց ես հենց էդի եկավ իմ միտքը, որ հա, էդի եկավ իմ միտքը, որ նորից հալնելու, որտեղ ես ուժե այդ կրակը տեսա ոնց է հելնում, մարդիկ բան են անում, որտեղ այսինքն երկրորդ բան պիտի շարունակի։ Ես էդ էի մտածում, որ երկրորդն էլ պետք է լինի, ու որ ես ուժե հելա սենց նայեցի տենամ սաղեմ, 5 մետր դեպի ավտոն վազելով գնացի ու ուժե փոխեց մեկ բանս մեջից, որ ընկերներս ընդ էին ու ես վազելով ընդ եմ, սաղ գալիս եմ վարված, վարվելով, բան, մի քանի հոգով սենց փորձել եմ ինչ-որ օգնեմ բան, մի քանի հոգով փորձել եմ օգնեմ, ու գտել եմ ընկերներից, ու միտեք ոնց է, որ Աստված մեր հետ էր,
մի հոգ, երկու հոգի աներջ այստեղ կնգաս ախպերը հերու էր, շպրտել ամենակ ձեռնա լավ ճղել, էդի փագել ենք, առաջի ավտոն MBM-ն ա մտել հիվանդանոց, երկու հոգի վարված վիրավոր մեջը տա։ Մեկն էլ մեր ընկերներ ու զարմանալ են գիտեք, որ նա երկու ընկերներից մեկը երկուսն է չանի վրա էին կայնած, մեկը չանից իջավ հերու գնաց սիգարետը որ ծխի, հերու ու այդ վաղ պայթեց, իրան աստված ա փրկել, երկուսից է սիգարետն ա, այս զիբիլն ա փրկել, sense գրոբե ասած, էլի, բայց այն մի տղան շատ վատ ու առաջինը ես եմ իրան, առաջի հիվանդին ես եմ հասցրել հիվանդանոց, իմ ավտոյով, էդի տենց, հա, եկանք ստե, լավ, վատ բաներից քիչ խոսանք, եկանք ստե մտածում էի հաշվապահություն, մտածում էի մենեջերություն, հանրային սննդում, ինչի մեջ կամ, որովհետև այս գործի մեջ քիչ էի ու վախում էի, այս գործի համար շատ փող էր պետք, շատ քիչ փող կար ծերջս, մոտավոր 400-500 հազար, էդ մի ամսվա ապրելիքա ուֆսը։ Ման էի գալի գնում էի բոքսեր էի նայում, 3 տեղ գնացել եմ հաշվապահի համար խոսակցության բանի, ինտերվյուի բանի, ոչ միտեղ ոչ նորմալ պայման կար, ոչ նորմալ աշխատավարձ կար, ոչ նորմալ գործ կար։ Ու հասկացել եմ, որ ընդդեի հաշվապահություն ստեի հետ շատ տարբերակ, ստե քաոսա, ես էլ քաոսի մեջ չեմ սիրում աշխատելը, եթե անում եմ, պետք է ամեն ինչից գոնե տեղյակ լինեմ, բայց մի բան անեմ, ոչ թե մի բան պրոստը անեմ ռոբոտի պես։ Մի քանի բոքս նայելուց հետո իջա ներքևը նորագավիթ մի հատ տեղ կար, ավտոների զապչաստ են բերում որպես ներքին վաճառքի մենեջեր, այսինքն դրսի զապչաստների բան, իրանց հետ խոսացի, լավ պայման էր, ժամը 10-ից 7 աշխատանք, աշխատավարձը վատ չէր։ Տնօրենի հետ խոսացի, ռուսերեն, անգլերեն, ամեն ձև խոսացի, լավ, ձեզ կզանգենք։ Ու եկա ստե ներքևը մի հատ բոքս կար։ Այդ բոքսը նայում էի, զուտ ինքը 5 յուղմանկետ էր ու փագել։ Նայում էի այդ մարդու հետ խոսալուց, ես գիտեմ, որ մտնում եմ շատ մեծ պարտքերի տակ, այդ յուղմանկետը վերցնելու համար, բայց պետք է փորձեմ ու ընդդու զանգում են։ Բա դուք ընդունված եք, ասի ես դες խաբար կանեմ։ Որոշեցի չէ, որ էսի պետք է անի, որոշեցի, փորձեցի, բացեցի, վատ չէր, ոչ թե վատ չէր, նորմալ էթում էր իր համար, բայց շատ դժվար էր, սկզբի առումով, սկզբի ամեն ինչը, փորձում էի ինքս ինձ զարգացնեի, որտեղ լիքը բան չգիտեի, էդ էլա շատ մեծ կարևոր, ու այնպես եղավ, որ այդ հին տերը, այդ տեղի տերը հասկացա, որ ինձնից պետք է շատ փող ուզի, չգիտեմ ոնց։ 200,000 դրամ վարձներ, ասեցի 300 եմ սարքում։ Այս մի բոքսի, էդի ներքևի բոքսն է, 200 մետր ներքև, 20 մետր ներքև է։ Այս մի բոքսի տերը կողքի մարդն է, շատ լավ մարդը, տեսել լավ պոտենցիալ կա մեջս, նորմալ աշխատում եմ, այս բոքսը 0-ից սարքել է, բայց իմ թվերով, այսինքն օրինակ էսի ամեն որ կդրել է, ես այն վախտեմ, որ ձեզի ասեցի այնտեղ ռեմոնտ եմ արել, գիտեմ, որը ինչ պետք է անի, որ հարմարությունն լավը լինի։ Սիրուն սարքել է տվել է ինձ, ես կամած էսի հիմի զարգացնում եմ։